Մենք բոլորս հիմա լարված ենք։ Լարված ենք ոչ մի օր, այլ լարված ենք մի քանի օր, ժողովուրդ ջան։ Հիմա այս գեղեցիկ ծնողները շարժվում են կրթության նախարարություն, ունեն հստակ ձևակերպված պահանջ։ Այդ պահանջը ծնողական խորհուրդը կտրամադրի իրենց, որտեղ այդ ծնողական խորհրդով է կազմվել այդ պահանջը։ Ծնողական խորհրդի պահանջի մասին ասեք հանրությանը, մեր ուղիղ եթերը բազմաթիվ մարդիկ ես գիտեմ, եւ մինչեւ այժմ չենք հասկացել այդ պահանջը։ Բարձրաձայնեք, մեզ էլ ասեք։ Իհարկե։ Հուսամ գաղտնիք չի։ Մեր պահանջը գաղտնիք չի։ Դրա մասին դուք իմանաք կրթության նախարարության արչեվում, որովհետև մենք ուզում ենք մի անգամից, որտեղ հրավիրել ենք, հա, էլի մարդկանց, որոնք կգան, մեզ կաջակցեն, կրթության նախարարության մոտ բոլոր ծնողները կունենան հստակ ձևակերպված ծնողական խորհրդից եւ ուսուցողական, հա, մեր դպրոցի խորհրդից կազմված տեքստ, որի հիման վրա կխոսեն, որտեղ բոլորս էմոցիաների վրա են, կարող ենք ավելորդ բաներ հիմա հա խոսել։ Մենք ուզում ենք մեր ձևակերպված պահանջը կրթության նախարարության մոտ, մեր ներկայությունը ապահովենք, ձեզ կասենք ինչի, արդեն տեղում։ Եվ այսօր ժամը 7-ին հավաքվելու ենք Պուշկինի դպրոցի բակում, կարծում եմ մի փոքրիկ հաղթանակ տոնելու։ Ես այդպես եմ կարծում, ես հույս ունեմ։ Այսինքն հույս ունեք, որ ձեր ձայնին նախարարությունից արձագանք կստանա եւ այո, ես կարծում եմ, որ եւ քաղաքապետարանից, եւ նախարարությունից իմ կողմից նորից եմ նշում իմ հարգարժան պարոնայ քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին, բոլոր փոխքաղաքապետերին եմ շնորհակալություն հայտնում, պարոն Տիգրան Ավինյանին, մեր խոսքը լսելու համար եւ նաեւ Իսկ ինչ են պատասխանել ձեզ։ Մենք սպասում ենք պատասխանի, կարծում եմ պատասխանը կլինի դրական։ Մենք նաեւ սպասում ենք բացասական ինչ կգալու շարունակելու եք այսպես ծնողներին հավաքի դպրոցի բակում։ Նայեք, ծնողները հավաքվում են, իրենց ոչ մեկ չի հավաքում։ Իրենց ոչ մեկ չի հավաքում, ժողովուրդ։ Սա այն հարցն է, սա այնքան նուրբ հարց է, որ ոչ մեկին չի պարտադրում։ Սա քաղաքական հարց չի, սա ծնողների հարց է եւ մեր դպրոցի ապագայի հարցն է։ Դրա համար մենք ոչ մեկին չենք պարտադրում, մենք հրավիրում ենք ներկա գտնվելու մեր դպրոցի ապագայի որոշումը կայացնելու ժամանակ ունենանք ինֆորմացիա։ Ծնողները գնում են, ես կմիանամ, չէ, առանց ինձ եք գնում։ Չէ, ուզում եմ ասեմ շարժվել են, մնացածն էլ թող գնա։ Всё, բոլորը գնում են կրթության նախարարություն, եթե դուք մեզ միանաք, շնորհակալ կլինենք, թող այս ամբողջը լինի շատ թափանցիկ, շատ գրագետ, ձեր ներկայությամբ, ոչ մի թաքուն պահանջներ մենք չունենք, մենք պահանջում ենք մեր տնօրենի քվեարկությունը, ձայնագրությունը քվեարկության լինի բաց, թափանցիկ եւ մենք դրա մասին տեղեկացված լինենք։ Եվ նաեւ պահանջում ենք, որ ժամանակավոր պատասխանատուն դպրոցի լինի մեր Պուշկինի անվան հիմնական 8 դպրոցից։